Խրամորդի խնաձախի ուղղությամբ գրակում է, թիրախավորում է բնակավայրերը, տները, տունները, ձեր կարծիքով պատրաստվում են լայնամասշտաբ ռազմական գործողությունների, թե ուղղակի էպիզոդային դրվագներ։ Մի քանի հանգամանք կա, որ այստեղ պետք է առանձնացնել։ Առաջինը պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ այդ հրադադար ռեժիմի խախտումները տեղի ունենում Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի այն բնակավայրերի ուղղությամբ, որոնք շատ ավելի մոտ են գտնվում բնակավայրերին։ Այսինքն այստեղ խնդիրը ոչ այնքան գոնե այս փուլում կոնկրետ մարտական դիրքերին վնաս հասնելն է, որքան սահմանամերձ համայնքներում վախի և ահաբեկչության ըստ էության էլեմենտներով իրավիճակ ստեղծելն է։ Ես չեմ ուզում առաջ ընկնել կամ որոշակի խոճապային տրամադրությունների առիթ տալ, բայց ես որոշակի, այսպես ասած, եկող ազդակները հնարավորություն են տալիս ասելու, որ իրականության մեջ ադրբեջանական այդ գործողությունները, որը ուղեկցում է Հայաստանի իշխանությունների տոտալ իներտության պայմաններում, ազդեցություն ունենում են այնտեղ ապրող մարդկանց վրա, որովհետև երբ որ հրապարակային ձևով իշխանության ղեկավարը կառավարության նիստում հայտարարում է, որ որևէ պարագայում չենք արձագանքելու ադրբեջանցիների կողմից հրադադար ռեժիմի խախտումներին, ապա դրանք նաև մարդկանց և հասարակության ազդակ են ուղարկում առ այն, որ ադրբեջանական կողմը կարող է առանց որևէ հակազդեցության գործել, այդ թվում գործել իրենց բնակավայրի նկատմամբ։ Օրինակ Խնածախ գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից մի քանի 100 մետր հեռավորության վրա։ Հիմա եթե Խնածախ գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերում կրակոց լինի, օդ լինի, աճ լինի, ձախ լինի, թե թիկունք լինի, այդ կրակոցները բնականաբար մի քանի 100 մետրի տարբերությամբ բնականաբար լսելի են լինելու այնտեղ։ Հատկապես այստեղ կա մեկ այլ հանգամանք, Ադրբեջանը այդ կրակոցները արձակում է հիմնականում գիշերային ժամերին, որը շատ ավելի մեծացնում է այդ ահաբեկման հանգամանքը և բնականաբար հատկապես երկարաժամկետ կտրվածքով դա իր ազդեցությունը թողնում է այնտեղ ապրող մարդկանց և նրանց որոշումների վրա։ Այս տեսանկյունից Հայաստանի իշխանությունը ոչ միայն խնդիր ունի կոնկրետ բանակցային գործընթացում թույլ չտալու ադրբեջանական ճնշումները, որոնք այս փուլում նաև դրսևորվում են հրադադար ռեժիմի խախտումների ձևով, այստեղ ռեալ խնդիր կա սահմանամերձ համայնքներում և հայաստանյան իշխանությունների անգործությունը բավականին վատ ազդեցություն է թողնում այնտեղ ապրող մարդկանց կյանքի և նրանց ապագայի կառուցման վրա։ Ներողություն, ինչ վերաբերում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականությանը, անկեղծ ասած ես ինքս այս պահին չեմ տեսնում։ Ես տեսնում եմ հնարավորություն Ադրբեջանի կողմից այդ ճնշումները ավելի առարկայական դարձնելու, որը կարող է դրսևորվել որոշակի սահմանափակ գործողություններով, բայց լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականությունը ես բարձր չեմ համարում։ Բայրամովի հետ հանդիպման ժամանակ Արամ Միրզոյանը կարծես թե համաձայնություն տվեց, որ Զանգեզուրի այսպես կոչված այդ միջանցքը լինի, այսինքն ասում էր, որ ադրբեջանական բեռները չեն ստուգվելու, այսինքն սա հենց նույն միջանցքի տրամադրումն է, պարոն Աբրահամյան, թե Հայաստանի իշխանությունները ինչ-որ միջանկյալ լուծում են գտել։ Ես կարծում եմ հայաստանյան իշխանությունները, ինչպես եղավ ժամանակին այդ խաղաղության խաշմելու ձևակերպման հետ, երբ որ փորձում են ցույց տալ, որ ցանկացած զիջում հայկական օրակարգի շրջանակներում է, նույնպիսի մի հանգուցալուծում պատկերացնում են ռեգիոնալ ապաշրջափակման թեմայով, որի տակ Ադրբեջանը ձգտում է հասնել միջանցքային տրամաբանությամբ ուղիների բացմանը։ Հիմա Հայաստանի իշխանությունը, ինչպես շատ այլ հարցերում, իր համար խնդիր է դրել ոչ թե հասնելու հայանպաստ մոտեցումների արտահայտմանը տարբեր փաստաթղթերում, այլ խնդիր ունի հասարակությունից թաքցնել իրականությունը և հայ ժողովրդի համար ամենավատ լուծումն էլ փորձում է ներկայացնել վառ գույների ներքո։ Հիմա այդ հայտարարությունը, որը հնչեց նաև Անտալիայում, այդ վերջին հանդիպման և նաև պանելային քննարկման շրջանակներում, հիշեցնում է կոնկրետ այն մոտեցումը, որ այս իշխանության մոտ տարբեր փուլերում արտահայտվել է։ Երեք երրորդ նախագահը ելույթ ունեցավ, այստեղ մի առանցքային
կետ կար նաև, որ հանրապետական կուսակցությունը շարունակելու է իր ակտիվ քաղաքական գործունեությունը, բայց պարոն Աբրահամյան, դա ինչպես է արտահայտվել մոտ ապագայում, այսինքն անվստահության պրոցես կսկսի հանրապետականը կամ գուցե փողոցային պայքար, կամ գուցե պատրաստվում է կուսակցությունը 26 թվականի ընտրություններին։ Եթե սա դիտարկում ենք կուսակցական պրոցեսի եւ իրողությունների պայմաններում, կուսակցությունը պետք է պատրաստ լինի իրավիճակային զարգացման բոլոր սցենարներին, անկախ նրանից թե կոնկրետ այդ հանգրվանային փուլում ինչ է իր առաջ լինում։ Դրանով է նաև պայմանավորված, որ նախագահի ելույթում, ինչպես նաև ՀՀԿ խորհրդի ուղերձում, որը տարածվեց նաև այսօր առավոտյան, դրանում բավականին կարևոր դեր էր վերապահված մի կողմից կուսակցական շինարարությանը եւ կուսակցական կառույցների արդիականացմանը, որ առաջին հերթին ենթադրում է տեղում նաև համայնքներում էֆեկտիվ աշխատանք հասարակության հետ, նաև ճիշտ կոմունիկացիա կուսակցության բարձրագույն մարմնի եւ նաև ամենավերջին տարածքային կամ հեռավորության առումով բնակավայրերի համար։ Մյուս կողմից այդ ուղերձի կարևոր ազդակներից մեկը վերաբերում էր այն հանգամանքին, որ ցանկացած իրողության պայմաններում մենք ունենք մի կարևոր նպատակ, դա իշխանափոխությունն է։ Այդ պայմաններում մենք ինչպես վերջին 7 տարիների ժամանակ է եղել, մենք տարբեր ուժերի չարամտորեն կամ խորամանկությամբ չենք վերաբերել, մենք կարծել ենք, որ կա առաջնային խնդիր եւ գոնե միջև այդ խնդրի լուծումը փորձել ենք զերծ մնալ այլ թեմաներին անդրադարձումից եւ այս իրավիճակում մեր մոտեցումը այդպես է լինելու է։ Մեզ պետք է կուսակցության տեսանկյունից մոբիլիզացիա եւ նաեւ կուսակցական կառույցի եւ կուսակցության մեջ ամբողջությամբ վերափոխումներ այն մեծ կարևոր նպատակով, որպեսզի հնարավոր լինի լուծել այն առաջնահերթությունները, կրկնում եմ, այդ պահին, որը կլինի հանգրվանային եւ այդ պահին, որը կլինի գերակա, ունենալով հիմքում այս իշխանության հեռացումը։